Şiddet kılıyor. Hasan çıllar. Rus zaginleşmeyelim. Yerdə buka Yernerski ortaya ama Yerlantan Yer geçesi Sandırı Ketmer Kesigarası
Cercare sperato միացնել լանցել։ Որը մարդինս ուղղությունը պետք է գնալ։ Տելեգրամը զանանում եւ իր մեջ մխալը։ Ասիկա առանց նշան գրագելից է։ Իսկ երբ որ թմած մեկը դրանք ատեցանալը կրում Զենքերը դա եկել ես ուշադրություն։
3 հաստան, 4 հաստան երկար։
Electragan rompos. Magneticos falan. Tianti. Bekentinos falan. Electragan severo. Եթե պետք է բուվի թրևը, այսինքն զողագով, երբ ամբողջ գործողությունը վերջանա, պետք է ամեն մարդ զատ ճամփայի բաժնվի և անանք տեղը միանան, ուր որ իրենք համատայնած են։ Ես կետը 4 հոգի են, մեկը ուշանա։ Սել է տետան մգա, ես երեքը պետք է ծկենակ տեղը և ուրիշ տեղ, երկրորդ տեղը միերտան, ուր որ հոն համատայնած։ Ես կագարակ բարակային, եթե շատ դժվար եղավ, պատրաստ ռումպերը գպայտիցն է։ Շատ սայր։ Ինչ պետք է հիշենք, եթե երեք հատ կշնամի գա, նրանք և շրջանը ասոր գրմանի, նրանք ինչպես պետք է բարնի, կամ ինք զենքերի բեցին գրնանք ունենալ, եթե շատ պաշտպանված տեղն է։ Ասի ես եմ, ասի ինգերները, ասի տիանտինոս, ասոնց երկում, ասի գա, ծուղագն է, որ ասի գա ասնգերոջ գործն է, որ եթե ասճամպային ապնություն բիտկա, գբայտեցն է և գենա ապնություն է։ Կնին չեղած կրլա, աստեղի ճամպան և այս ճամպան մեր դրամատ ճանդակ կր։ Okay. Երենք մեկ ոտ սևանանք։ Անունս Մգրդիչ Մալարյան, տունս Հարեբ, Նորգյուղ, հորս անունը Խաչադուր Մալարյան, Խաչիկ Մալարյան, մորս անունը Ռեբեկա Յանջյան Մալարյան։ Գուկան պանակ որպես զոհվի իմ ասկային տալիս համար քանի գսկամ երբ միան զենքն է որ քանի համոզված ենք միան զենքն է որ մեզ վիդասնեմ է փունը բալագին բայց խոսքին համոզված ենք որ գրե զինյալ վայկար և քաղաքական ճիշտ կիզու ուղղե մեզ Հայաստանին զոհությունով է որ միան պիտի գրնանք մենք ասլին մեր փունը բալագին ուրիշ ոչինչ Շատ խոսեցանք, շատ կրեցինք, շատ էինք, ամեն բան շատ էինք, մեզ դեղը չի ասուց, այսքան երկար տարիներ, 60 տարի շարունակ գարաշնորթվինք անտունթի եզրին, գործակալ ղեկավարներու աշխատանքով։
հայ տատը մեկ տեր ունի, այդ հայ ժողովուրդն է, և հայ ժողովուրդը ինք պիտի ցերնարգի իր հարցերու լուծման, և հայ ոչ մեկ քաղաքական գազագերբություն սրբազան բարեկամությունն է զրակրված ձևով առաջնորդել հայ ժողովրդի զանգվածները պայքարի։ Քաղաքական գազագերբությունը պետք է որ առաջնորդի հայ ժողովրդի զանգվածները պայքարի Հայաստանի ազատագրության համար։ Թե ոչ քաղաքական գազագերբության ղեկավարությունը իրենց անձնական շահերի համար աշխատին ու ժողովրդին շորթեն ամեն տեսակ ճամփաներով։ Հայ երդասարտն այսօր երուս ինչ կնե, ինչ պանով կսպավի։ Հայ երդասարտն այսօր ագումբ կերտա, ոչ մեկ ագումբ, կրնանք այդ ագումբին նախ հասցեին մասին խոսել, թե ագումբեն զատ ամեն պանի կրնանք մանցնել։ Կրնանք մանցնել այդ ագումբը սրջարանի մը, գան ոչ մեկ դեղմը, և կմտնանք այդ ագումբը չենք տեսնել, որ հայկական տատի շուրջ նույթ կպացվի, այլ տարբեր խոսակցությունով, տուղտեր խաղալով, տավլի խաղալով, այդ ծևի դակ չենք կնալ մեր Հայաստան ազատագրել։ Մեր Հայաստանը կրնանք ազատագրել միայն զենքով, և այդ մեկ պանին պետք է որ հանրացնենք մենք բոլորնից, իբրև հայ, իրավազարգված ժողովրդի քաղաքական իրավունքները կարելի է ունենալ այդ իրավունքները հաստատող ու պաշտպանող զենքի ուժով միայն։ Չենք կրնալ մատերի ուժով կամ լեզվի ուժով։ Երկը խոսքը մեզ դեղում չի հասցնել, միայն զենքն է որ մեզ վիտ հասցնե մեր փուն նպատակին։ Այո, գսենք տաշնակները շալ աշխատան, հնչակներն շալ աշխատան, բայց մեզ ոչ մեկ արդյունքն ցույց չի տվին։ Այլ դարբեր նպատակներու համար աշխատան։ Հայ ժողովրդին ոչ մեկ արդյունքն ցույց չտվավ։ Բայց նորակույն ապօրինությունն է որ այսօր աշխատի եւ իր բոլոր աշխատանքը կդանի որպես Հայաստանը ազատագրե։ Ու իր փուն նպատակը ան է որ 1.5 միլիոն զոհի դիմաց բերնանք 1.5 միլիոն սպանակ, ինքնասպանական կոմանդո բանակ։ Այդպես է որ պիտի ազատագրենք մեր Հայաստանը։ Փուն նպատակն է որ ազատագրենք մեր Հայաստանը, մեր բավենական հողերը։ Մենք չենք աշխատի որպես ժողովրդին շորթել կամ ուրիշ բանել, շորթել ուրիշ ճամփաներով ճամփեն դուրս անել, ոչ, մենք ուզենք միայն ազատագրենք Հայաստանը։ Երդասարտն երբ ագումբ երթա եւ ագումբեն գելի ուրիշ ոչ մեկ դեղն երթա։ Շրջանակներու մեջ պիտի մտնա այդ շրջանակները, որ իրեն ոչ մեկ դեղ չի հասնի, իր փուն նպատակին չի հասնի, քանի երբ նպատակ չունի զոհվելու համար, չի գնալ մտածել։ Վերջավորության այդ երդասարտը երթա հոգևոր լա կամ ուրիշ ոչ մեկ բան, երբ հոգևոր գլա կգործնվի այդ երդասարտը։ Չեն գսել որ մորնանք եկեղեցիներուն, ոչ, մորնանք եկեղեցականներուն, քանի անոնք մեզ գուզեն ուրիշ ճամփով մեր ժողովուրդը գավեն իրենց եկեղեցիներուն, իրենց ճամփաներուն որպես չպայքարենք, պայքար չդանենք։ Հայ երդասարտն երբ եկեղեցական գլա, ոչ մեկ քաղաքական խոսակցություն եւ խոսինք հետը բացան չի դար։ Քանի գսե մեր սուրբ գիրքի մեջ մեղ ունի այդպես խոսադուրները։ Բայց ընդհակարակը չմոռնա Խրիմյան հայրիկը երկաթե շրև, չմոռնանք Գևորգ Չաուշին այդ վարդապետները, որ լուր դանեին բերեին, չմոռնանք այդ մեկ բաները, հոգևորներն ակզովին, բայց ինչու արդյոք այդ հոգևոր երդասարտները մտածեն, թե ինչու համար հիմա այս տարուս մեջ չեն զոհվի հոգևորները, թող մտածեն եւ գրնան տալ ճիշտ բանը, թե ինչու։ Ես շատ կարդ ընտանիքներ բիժանշնամ, որ իրենց դաներում մեծ զինված են, ադրժանագով, լա ուրիշ կարդ զենքերով։ Նպատակ ինչու, նպատակ անոր համար, որ չեն վստահիր օդար ասկելու։ Լավ, քանի որ չեք վստահիր օդար ասկելու, ինչու չեք աշխատի որպես ձեր ասկային տալին զարայեք և ձեր Հայաստանին դիրեք։ Քանի որ չեք վստահիր, ուրեմն պետք է որ աշխատենք որպես մեր Հայաստան ազատագրենք։ Այդ սևիլակ չէ որ չպիտի գնանք ազատագրել։ Տուներուս մեջ նստելով, խոսելով չէ որ պիտի գնանք ազատագրել։ Մենք գզովինք մեր կյանքը, մեր երդասարտությունը մահի կտանք, որպես մեր Հայաստան ազատագրենք։ Նույն հատեն կսպասենք զոհություն մեր հայերեն, մայերեն, ծերերեն, փոքրերեն, կսպասենք զոհություն բարոյավես, քաղաքնավես, նյութականավես։
Երբ ուքան ծերտուր գզարնենք որպես կագանակ, մեզի կարևոր է ամենի առաջ կագանալը, ծեր կագանալը որպես գիտնակ իրավը և անիրավը։ Երբ կագանակ գիտնակ թե ով կբայկարի և ով չի բայկարիր։ Մեզի նյութականին առաջ կարևոր է ծեր կագանալը ու գիտնակ թե դուք ինչ եք և ինչ եղած եք մինչև այսօրս։ 60 տարի շարունակ ինչ արդյունք ցույց տված է մեզի քաղաքենի գործակալ ղեկավարները։ Ոչինչ։ Ոչինչ, երբ ուզեք հարցնել, թե մենք ինչ կազմակերպություն ենք կամ ինչ ենք, քանի ես շատ ընտանիքներ գիտեմ, որ գսեն, թե ինչ կազմակերպություն է, կամ գսեն, թե սովետական միությունը կօգնի մեզ։ Մենք սովետականներում մարդիկներն ենք, երբ այդպես գսեք, ուքան ասել ձեզ մեկ մասն ու մեր քաղաքական ուղեկցի մեջ։ Մենք Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը քաղաքական կազմակերպություն է, որ աշխատենք հայ ժողովրդի զանգվածները պայքարի առաջնորդելու Հայաստանի ազատագրության համար, որ գրաված է թրքական քաղաքական իշխանության կողմէ և որը կապված է միջազգային կայսերապաշտպանության և հետադիմական ուժերուն հետ։ Այսպես կներկայանա մեզի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի քաղաքական ուղեկցի մեկին գելը, և որը իր մեջ կխտացնի հիմնական 3 գաղափարներ։ Նախ և առաջ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը քաղաքական կազմակերպություն է։ Սակայն քաջ գիտակցելով, որ հայ ժողովրդի արդար իրավունքները անկարելի է ստանալ խաղաղ միջոցներով։ Այս մեկ բանը մեզ հստակորեն հստականա մեզ բոլորովին, որ խաղաղ միջոցներով անկարելի է մեր իրավունքներուն դիրանալ։ Կազմակերպությունը գիտակցաբար ընտրած է զինյալ պայքարի ուղին, քանի որ քաղաքականությունը առանց զենքի արժեք չունի։ Իրավազրկված ժողովրդի քաղաքական իրավունքները կարելի է ունենալ այդ իրավունքները հաստատող ու պաշտպանող զենքի ուժով միայն։ Ապա քաղաքական ուղեկցի առաջին գերի մեջ ստացված է նաև թե որու թեմ է ուղղված կազմակերպության պայքարը և ինչու։ Լավ հասկանանք, թե որու թեմ է ուղղված կազմակերպության պայքարը, չի սխալին չասենք, թե տաշնացականներու թեմ կամ հնչակցականներու թեմ, ասենք որու թեմ ուղղված։ Ան ուղղված է թրքական ազգայնամոլ իշխանություններու թեմ, նպատակ հետապնդելով ազատագրել հայկական բռնակրաված հողերու։ Մեր կազմակերպությունին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին ծնունդ ու գոյությունը պայմանավորված է այս կետով։ Այսպես երբ կշեշտվի, որ կազմակերպությունը պիտի աշխատի հայ ժողովրդի զանգվածները պայքարի առաջնորդելու թուրք իշխանություններու դեմ, կնշանակի ան իր հետ կբերե բոլորովին նոր ուղեկից, նոր նպատակ, նոր ճամփա։ Գսենք նոր, որովհետև 60 տարի շարունակ հայ ժողովրդի ուժերը վատնվեցան ազգի տարբեր նպատակներու վրա։ Համոզվենք այս մեկ բանին, ազգի տարբեր նպատակներու վրա վատնվեցան։ Հայ քաղաքական կազմակերպությունները, որոնք հավակնություն և առիթ ունեին մեր ժողովուրդը առաջնորդելու, զանազան պատճառներով պայքարի ուղղություն թելադրեցին իրենց ներշահերը մեկնած, որ և հանգեցուց ազգային ներքին վնասակար պայքարներու։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեությամբ միշտեղ կնետվի թուրք ֆաշիզմի դեմ զինյալ ազատագրական սկսելու գաղափարը։ Գաղափարը, որոնց ցեղին համագիր չլար շատեր, բայց ոչ ոք կրնա հակառակել անոր ընտրած նպատակին ու թիրախին։ Ուրեմն ճիշտված այդ միակ ուղղությունը, որ իսկապես իր շուրջ կրնա և պիտի համախմբե բովանդակայությունը։ Քին։ Այս շատ կարևոր հարց են անկախ քաղաքական ուղեկցի առաջին գերի մեջ կբարունակի մեզ ուրիշ մեկ կարևոր խնդիր։ Այդ կարևոր խնդիրը, որ կբարունակի մեզ, երբ ասենք տաշնակ հնչակ քաղաքենի գործակալ ղեկավարներում գործին ու կա շիդա խոսած կլանք։ Քանի այս հիմակ վերջին օրերուս կաշխատին ուրիշ ձևով հայ ժողովուրդը խաբել որպես պայքար չիկանին թշնամու դեմ։ Այո, ճիշտ է, ուժերը մեր թշնամին, ուժերը են անոր օժանդակող վարչեղարկերը։ Հետևաբար, եթե կուզենք ազատագրված տեսնել հայկական բռնակրաված հողերը, պետք է որ ամեն քնով համախմբված տեսնենք հայությունը զինյալ ազատագրական պայքարի շուրջ։ Ազգի տարբեր մեկնագետերով, նպատակներով պայքարի ցերնարգել կնշանակի արգազախմբության դիմել։ Հայ տատը մեկ դեր ունի։ Այս մեկ բանը լավ գիտնանք, թե հայ տատը մեկ դեր ունի։ Այդ տաշնացականը չէ, ինչալ հնչակ ղեկավարներն են։ Ղեկավարները և տաշնակ հնչակ ասենք, հայ ժողովուրդը ասել չենք ուզեր, ղեկավարները ասենք։ Այդ հայ ժողովուրդն է, այդ տատիները հայ ժողովուրդն է, և հայ ժողովուրդը ինչ պիտի ցերնարգի իր հարցերում ուզման։
եւ հայ գազագերությունի, հայ քաղաքական գազագերությունի, ոյ մի քաղաքական գազագերություն սրբազան բարոյություն է զրագրված սելով առաջորդել հայ ժողովրդի զանգվածները պայքարի Հայաստանի ազատագրության համար։ Այդ պայքարը ժողովրդային զանգվածային բնույթ պետք է ունենա։ Գլմատնանշի է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի քաղաքական ուղեկցի առաջին գեդը։ Եվ այս կնշանակի է, թե նորակային ազգային ազատագրական պայքարը լավ հիմերու վրա դրված է։ Քանի որ անգիտակցի ժողովրդի անփոխարինելի հայ թադինտերի մեջ։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը առաջնորդի միջազգային է ապագան սկզբունքներով։ Որևէ մեկ է ապագան շարժում աշխարհի տարածքին ղեկավարվի միջազգային կամ գիտական հեղափոխության սկզբունքներով։ Այդ սկզբունքները կրնան երկիր փոփոխություններու ենթարկվել դիանական պայմաններ ելելով, բայց հիմնականի մեջ կմնան կապված գիտական հեղափոխության։ Նույն է բարական եւ հայկական նորակույն հեղափոխության, այսինքն այն պետք է որ առաջնորդվի գիտական հեղափոխական սկզբունքներով ու նաեւ պետք է անոր սկզբունքներով նայ հայկական հարցի դիրանգունեն։ Ուրեմն գսենք պետք է որ նայ հայկական հարցի դիրանգունեն։ Ով հայ ժողովուրդ, որովհետև կապրինք ու կբայկարինք սպիրկի անփնական պայմաններու ենթակա ու քանի որ մեր մղած բայկարի օրինակը գոյություն չունի աշխարհի տարածքի կամ պատմության մեջ, ուրեմն չեն կրնար հայկական հեղափոխությունը կետեղել գիտական հեղափոխական դասական շրջանակներու միջև։ Մենք մեր հողերեն դուրս կգտնվենք եւ այս ամենեն հիմնական տարբերությունը մեր եւ մնացած բոլոր իրավազրկված ու բայկարող ժողովուրդներու հեղափոխական շարժումներու միջև։ Սակայն առարգայական մոդեսմով ինչ կրոնանք առնել գիտական հեղափոխությունը։ Մեր գարցքով երկու կարևոր գեդեր։ Այդ ժողովրդային զինյալ բայկարի եւ բեն նախորդ ճշտված ու հստակ ուղեկցի վրա հենվելու կապարները։ Այդ մեր բայկարը ազգային ազատագրական բայկար է եւ անոր պետք է որ մասնակցի մեր ժողովրդի հարուստ համեստ խավերը։ Նախ որովհետև անոն բոլորն ալ բռնի աքսորի տալավարդված են եւ երկրորդ անոր համար որ հայկական սպիրկը չունի տնտեսական ենթակարգից ուստի եւ չի գնալ ունենալ տասակարգային պայքար, բայց երկուքին ալ պետք է որ առաջնորդի հեղափոխական գազագերությունը, բոլորին ալ պետք է որ առաջնորդի հեղափոխական գազագերությունը։ Այլապես պայքարը գտադերի առաջնիմական հեղափոխական լարի եւ գնա գործընկնել իր հստակ քաղաքական օրենքիզը։ Մեր հողերու ազատագրության միակ ճամփան, որ բարդաթրվեցավ հայ ժողովրդին, կամ կբարդաթրվի հայ ժողովրդին զինյալ պայքարն է։ Սակայն զինյալ պայքարի հաջողությունը կապահովի միայն այդ ժամանակ, երբ այն խարսխված կլա ժողովրդային հիմքի վրա։ Ժողովրդային զինյալ պայքարի մեջ քաղաքական գազագերությունը կպատրաստե զինվորական ու քաղաքական ուժը։ Իսկ մնացած բոլոր գազագերություններն ու կառույցները ամենատարբեր միջոցներով կմասնակցին պայքարին։ Ժողովրդային զինյալ պայքարը կառաջնորդի հեղափոխական գազագերությունը, իսկ մնացած բոլոր գազագերություններն ու կառույցները կմասնակցին պայքարին։ Այսպես միայն կապահովվի զինյալ ազատագրական պայքարի հաջողությունը։ Պայքարը պետք է խարսխված լա նախորդ ճշտված դրամապանական ուղեկցի վրա։ Զինյալ պայքարը առանց լավապես սերտված ուղեկցի արգազախնդրության բնույթ կունենա։ Այս մեկ բան ուզենք լավ հստակացնել ցես, որ մեր պայքարը ահաբեկչական չէ, այլ ազգային ազատագրական։ Անոր ընթացքն ու զարգացումները կրնանք պատկերացնել ու կանխորոշել մոտավորապես հետևյալ ձևով։ Այսօրվա զինյալ գործողությունները կտեղափոխվի մեր հողերը հայդուկամարտերու բնույթով։ Իսկ հայդուկամարտերը կվերաճին ժողովրդային զինյալ պայքարին։
Այս գաղափարը մեզի հնարավորություն կտա խոսապելու բոլոր տեսակ արգազախնդրությունները այսօր թե ապագային։ Վերջակետ